Բարի լույս, ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եվ այսպես, առաջնախաղ թատրոն 8-ում հունիսի 19-ին ժամը 19:30-ին։ Սիրո մասին ներկայացման մեջ փորձում են բացահայտել, թե իրականում ինչպիսին է սերը առանց չափազանցությունների, առանց ողբերգական շեշտադրումների, այլ ջերմությամբ եւ իրական կյանքով։ Ներկայացումը հյուսված է Անտոն Չեխովի իրական նամակներից, որոնք ուղղված են իր կնոջը եւ նրա հայտնի առաջարկություն պատմվածքից։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Ժաննա Հովակիմյանը, թատրոն 8 հիմնադիր եւ դերասանուհի, Լուսինե Կոստանյանը, դերասանուհի, Զառա Հակոբյանը, դերասանուհի։ Երեք տաղանդավոր գեղեցկուհիներ, բարի լույս։ Բարի լույս։ Եվ ինչպիսին է սերը։ Ինչպիսին է սերը։ Մենք այդ հարցի պատասխանը յուրաքանչյուրս ունենք, բայց դուք որ հավաքվել ու բեմադրել եք այս գործը, ըստ Չեխովի տարբեր։ Շատ դիվանագիտական պատասխան։ Տարբեր, ողբերգական, գեղեցիկ ու բազմաշերտ։ Այսինքն անբացատրելի։ Լավ, ինչ է այս գործը։ Ինչի։ Ափսոս Վլադիմիր Տարասյանցը այստեղ չի։ Ինձ ամեն անգամ նույն հարցն են տալիս, ես ամեն անգամ ասում եմ մեղավորը Վլադիմիր Տարասյանցն է։ Այսօր էլ է մեղավորը ինքը։ Իհարկե ինքն է, քանի որ ռեժիսորն է Վլադիմիր Տարասյանցը, եւ չմոռանանք ներկայացնել նաեւ մեր տղային, դերասանին Անտոն Աղաջանյանին։ Այսինքն ձեզ հետ նաեւ կա դերասան։ Անտոնը մարմնավորում է Անտոն Չեխովի։ Անտոնին է մարմնավորում։ Անտոն Չեխովի։ Այդպես փնտրում էինք, անունով ում կգտնենք ու Անտոն Աղաջանյան։ Իսկ ինչ անենք այդ տղային, շնորհավորենք թե ցավակցենք։ Ինչ անենք։ Պրեմիերայից հետո պարզ կլինի։ Հիմա ցավակցենք, հետո կշնորհավորենք, հիմա դեռ տանջանքի շրջանն է փորձերի։ Շատ լավ։ Ներկայացումը ռուսերեն լեզվով է լինելու եւ Անտոնը Ստանիսլավսկու թատրոնի դերասան է եւ մենք էլ այդպես փորձել ենք ձգտել լավ ռուսերենով։ Ինչի ռուսերեն։ Հիմա ես բացատրեմ, հա, իրականում սա թատրոն 8-ի համար բացառիկ մի երևույթ է նաև, ինչու, որովհետև երբևէ չի եղել ռուսերեն լեզվով որևէ ներկայացում, բայց երբ որ մենք առնչվում էինք Դոստոևսկու հետ եւ հետո արդեն Չեխովի հետ, մենք հասկացանք, երբ որ մենք թարգմանություն անենք, ապա կկորցնենք հեղինակներին, որոշակիորեն, հա, այդ ինքնատիպությունը կկորցնենք, պարզ պատճառներով ոչ մեկ չի ասում, որ հայերեն լեզվով չեր լսվի, չեր լինի այդ գործը կամ հա, բայց մենք շատ կարևոր կորիզ կկորցնեինք եւ դա եղավ պատճառը, որ մենք որոշեցինք, որ կթողնենք մայր լեզվով եւ մանավանդ որ այդ հնարավորությունը կա ռուսերեն խաղալու եւ մեր հանդիսատեսը շատ լավ հասկանում է, կարծում եմ եւ ծանոթ է եւ Չեխովին եւ ռուս մյուս գրողներին հուսանք, որ ծանոթ են։ Կարծում եմ այսպես ավելի հետաքրքիր է, գիտեք, հատկապես երբ որ մենք ենք խոսում Չեխովից եւ Դոստոևսկուց հենց իրենց լեզվով, որտեղ դրանք տարբերվող լեզուներ են։ Դա այն լեզուն չի, որով մենք շփվում ենք առօրյայում։ Հաճախ չէ լինում, երբ որ մենք ասում ենք արի թատրոն լսիր Դոստոևսկուն, իր լեզուն։ Այս դեպքում արդեն Չեխովին արի իր մայր լեզվով լսիր, ինչու ոչ։ Կարծում եմ, որ հետաքրքիր է ստացվելու եւ ասեմ, որ երկար ժամանակ մեզանից մարդիկ միշտ հարցնում էին, իսկ թատրոն 8-ը անդրադառնալու է որևէ մի ներկայացման, որը ժանրային տեսակետից դա դրամա չէ, ենթադրենք, հա, շատ եմ լսել։ Հիմա կարող եմ ասել, որ սիրելի հանդիսատես, այո, արդեն թատրոն 8-ում կա մի ներկայացում, որը կարելի է, եթե այնպիսի մի ծանոթ խոսքով բառով ձևակերպեմ, որ մարդկանց մոտ լինի, լիրիկական կոմեդիա, ինչու ոչ, թեպետ այն կոլաժ է, բայց կարելի է նաև չէ, այդպես իրեն դրամայի թեթև ակնարկներով, բայց հիմնականում կատակերգությունն ավելի շատ է։ Ես կարծում եմ այդ առումով մենք շատ ավելի մոտ ենք Չեխովին, որովհետև ինքը ամեն անգամ, երբ որ իր պիեսները բեմադրվում էր շատ դրամատիկ, ինքն ասում էր, բայց ես կատակերգություն եմ գրել։ Եվ հիմա մենք փաստորեն ավելի մոտ ենք Չեխովին։ Եվ ասեմ, շատ մեծ ինֆորմացիա իրենք կիմանան, հանդիսատեսը իր հետ կտանի եւ Չեխովի կյանքից, եւ առհասարակ իր մնացյալ գործերից, որովհետեւ իսկապես ինչպես որ ասեցի, այն կոլաժ է, տարբեր իր գործերից է, այսպես համեմված ներկայացումը։ Այո, միայն ամուսնությունը չէ, կա նաեւ ուրիշ իր գործերից մեջբերում ամուսնությունը ոնց որ կմախքի նման է գնում, հա։ Գիծն է պահ։ Գիծն է պահ։ Պիեսներից մենախոսություններ կան, հայտնի պիեսներից մենախոսություններ նաև, որ համալրում է
համալրում է, ամբողջականացնում է այդ պիեսը, այդ կոլաժները ու Եվ նաև կներես ընդհատում եմ, նաև շատ հետաքրքիր այնտեղ զուգահեռներ են գնում Չեխովի իր կնոջ նամակագրության եւ շփման եւ մոնոլոգները, որոնք Չեխովը գրել է, հա, այսինքն հետաքրքիր հակասումներ, այն ինչ որ ինքը ապրել է այդ շրջանում կյանքում եւ ինչի մասին գրել է եւ նաեւ նմանություններ, այդ տեսակ հետաքրքիր բաներ կան։ Իսկ ձեր կերպարների մասին ինչ կպատմեք։ Նախ ես եւ Անտոնն ենք սկսում, ոնց որ երկու մասից բաղկացած լինի, այդպես ենք որոշել մեզ համար, որ Լուսինեն երբ որ մտնում է նույն դերակատարներով, նույն դերերը տարբեր դերասաններ են կատարում, ստացվում է եւ Անտոն Չեխովը այսպես խելագարվում է թե կանանց մեջ, հա, այդ իրը sense Ունենք դրա արդարացումը, քանի որ ներկայացման ֆորմատը ինքը ինչպես փորձ լինի, հա, ներկայացման փորձ։ Այսինքն հանդիսատեսը նայելու է փորձ։ նոր ձևաչափ եւ ասեմ ինձ համար առաջին անգամ Լուսինեի համար չգիտեմ, բայց on-line ռեժիմով է փորձերը անցնում, որ ուղիղ շփում չկա ռեժիսորի հետ, այսպես ոնց որ ես ու ենք շփվում, բայց ես քեզ ասեմ, որ Վլադիմիր Տարասյանցը շատ ավելի բան է լսում, տեսնում եւ զգում on-line, քան որոշ մեր լավ ռեժիսոր, որոշ մեր լավ ճակերտավոր ռեժիսորները։ Ժաննա, թատրոն 8 աղջիկների հետ համագործակցությունը ոնց որոշվեց։ Մենք շատ ազատ ենք այդ առումով միշտ եղել ու ինչպես գիտես, շատ են պատմել մեր պատմությունը, մենք այսպիսի միտում ենք ունեցել աշխատելու տարբեր դերասանների հետ եւ երբ որ կար արդեն իսկ բեմադրելու Չեխով եւ մեզ պետք էր դերասաններ, այդպես փնտրում էի ես մարդիկ, ովքեր նախ տիրապետում են ռուսերեն լեզվին, կկարողանային այդ ծանրությունը վերցնել իրենց վրա եւ միանալ թատրոն 8-ին։ Դե քանի որ Վլադիմիրը այստեղ չի ապրում, ես այդպես իրեն ուղղակի տեղեկացնում էի, որ կա այսպիսի մարդ, պատմում էի կենսագրությունը որոշակիորեն, հետո գուցե եւ նկարներ էի ցույց տալիս, երբեմն նկարը ցույց էր տալիս, երբեմն էլ ասում էր ինձ պետք չի, բավական է որ դու արդեն ասում ես իր մասին։ Օնլայն կաստինգ էինք անում։ Բայց աղջիկները տեղյակ են այդ մասին, որ իրենց անունը շահառվում է դերակատարների։ Չէ, սկզբում տեղյակ չէին իրականում, որտեղ մենք սկզբում միասին էինք փորձում հասկանալ ովքեր կլինեն այդ մարդիկ, եւ հետո արդեն Վլադիմիրն ասում էր փոխանցիր տեքստը թող կարդան, հետո ես կծանոթանամ իրենց հետ։ Իհարկե եղել են դեպքեր, երբ որ իսկապես ես ցույց եմ տվել նկարը եւ ինքն ասել է, որ ոչ, ես չեմ պատկերացնում եւ պետք էլ չի որ տալ տեքստը, հա։ Եվ ես շատ էի ուզում, որ իրենք լինեն թատրոն 8-ում։ Ինչու՞։ Որովհետեւ Զարային արդեն իսկ տեսել է իր մոնոներկայացման մեջ, թեպետ մենք ճանաչում էինք շատ վաղուց իրար, բայց շատ մեծ տպավորություն էր Զարան թողել ինձ վրա եւ ես շատ սիրել էի իրեն այնտեղ։ Մարդկային հատկությունները դրած մի կողմ, որպես դերասանուհի։ Լուսինեին շատ վաղուց եմ ճանաչում, որտեղ իրար հետ պատիվ ենք ունեցել աշխատելու եւ էլի մտքումս կար Լուսինեն ու միշտ այդպիսի ցանկություն եմ ունեցել իր հետ, ինչ որ թեպետ մենք հիմա իրար հետ չենք այս պահին նույն բեմում, ես ներկայացման մեջ չեմ խաղում, բայց Լուսինեի հետ այդպես, երբ որ արդեն ես հիշեցի, հա, կա դերասանուհին, ով ռուս, ես հիշում եմ, որ Լուսինեն խաղացել է, տիրապետում է լեզվին ու անմիջապես Վլադիմիրին զանգ, որ կա մեկը, ում ես գիտեմ, հրաշալի դերասանուհի է, մի խոսքով։ Այդպես ոնց որ կապը ստեղծվեց, իրենք խոսեցին Վլադիմիրի հետ, ստեղծվեց այդ ընդհանուր այդ համաձուլումը, իսկ Անտոնին արդեն Անտոնի հետ ինձ ծանոթացրեցին եւ այդպես Անտոնն էլ ընդունվեց մեր շարքերում, այդպես առաջ ենք գնում, հուսամ, որ հետո մենք բոլորս միասին մի հարթակում կլինենք որպես դերասաններ։ Ես չեմ խաղում ներկայացման մեջ։ Կազմակերպչական հարցերով Ժաննան զբաղված։ Այդ իրականում շատ հետաքրքիր է, որ տարբեր թատրոններից դերասաններ, որ երբևէ իրար հետ չեն աշխատել ու հետաքրքիր փորձ է ու բավականին տարբեր թատրոններից, տարբեր իրենց ոճային ուղղությունները ունեն ամեն մի թատրոն, այսպես հետաքրքիր էքսպերիմենտ է ստացվել ու նաև միջազգային փորձ ունեցող կարելի ասել ռեժիսորի հետ աշխատելն էլ
մեծ փորձառություն է դերասանների համար ու փորձի փոխանակում, որ շատ կարևոր է։ Նոր ենք սովորում իրարից։ Այո։ Այսինքն երեք Ես էլ մեզանից միգուցե բացահայտումներ են անում, որ Հայաստանում Ես մի բան ասեմ, իրականում ինձ համար սա կարելի է ասել, մի անգամ էլ էսպիսի դեպք եղել, երբ որ Մարիաննան էր մեկ այլ ներկայացման մեջ, ես չէի խաղում, բայց սա ինձ համար բացառիկ դեպք է, երբ որ ես չկամ բեմում եւ ես կողքից նայում եմ ու վայելում եմ ու չկա որևէ այնպիսի մի զգացողություն ինչի համար ես այնտեղ չեմ, ես հակառակ ես այնպես վայելք եմ ապրում, երբ որ տեսնում եմ դերասաններին եւ վստահ կարող եմ ասել, որ շատ ճիշտ ընտրություն է կատարվել իրականում հիմա կարող եմ դրա մասին վստահ ասել, խոսել, շատ շնորհակալ եմ իրենց, որ իրենք համաձայնեցին մեզ հետ լինելու, ես կարծում եմ, որ մենք դեռ ճանապարհ կանցնենք միասին։ Այսինքն բեմում լինում եք երեքով։ Այո։ Եվ այդ համագործակցությունը երեքի միջև առաջին անգամ է։ Այո, ինձ համար առաջին անգամը։ Հա, դուք Անտոնին Նույնիսկ անձամբ չէինք ճանաչում Անտոնին, օրինակ ես չէի ճանաչում։ Իսկ հա, հետաքրքիր աշխատել ու շատ կարևոր է, որ շատ սահուն, առանց որևէ խնդիրների զգացել ենք միմյանց, հասկացել ենք ու լավ մթնոլորտում աշխատել ենք, դա էլ է կարևոր։ Ու ես վստահ եմ, որ նման նախաձեռնություններ, որ շատ լինեն, դա եւ հանդիսատեսի համար օգուտ կլինի, ոնց որ նոր թարմ ինչ որ ձեռագրեր տեսնեն, որովհետեւ սովոր ենք անդադ ինչ որ նույնատիպ ժամանակակից հիմա շատ ներկայացումներ կան, որ տեսնում ես տոմսերը բավականին թանկ են, բայց ես շատ կուզեի, որ դասականի գրված այդ արժեքավոր գործերը էժան չլինեն, քան կներեք էժան գործերը։ Մեզ մոտ մի քիչ տեղերով փոխվել են, այն ինչ որ էժանա թանկ արժի, այն ինչ որ թանկա էժան արժի։ Շատ լավ։ Ես ձեզ մաղթում հաջողություն։ Մի բան ուղղակի ավելացնեմ, որ եթե պարզապես լսեք մեր ծրագիրը, այլ չդիտեք այս պահին, ձեզ կթվա, որ դուք ինչ որ ֆիլմ եք դիտում, որտեղ Լուսինեի ձայնը շատ հաճախ բրազիլական հեռուստասերիալներում կամ գեղարվեստական ֆիլմերում է հնչում։ Այնպես որ աղջիկները նաև այս ամենից զատ երեքն էլ տարբեր իհարկե հնչյունային գործերով են զբաղվում եւ նրանց ձայնը հաճախ հնչում է ձեր շատ սիրելի դերասանների ֆիլմերի ընթացքում։ Ես ուզում եմ նվիրել Սարգոն, Կարմիր Չորգինին, որպեսզի արդեն ներկայացումից հետո աղջիկներ հավաքվեք եւ նշեք այդ գեղեցիկ պրեմիերան։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որոնք էլի նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ 3 բացիկ, 3 բառեր, 3 տողեր, որտեղ իհարկե շատ կարեւոր են, հա, արև բացիկներ են։ Կուզես աշխարհն առանց քարտես, դու միայն ասա ինչ որ կուզես։ Գուցեմ։ Նրանում կասես երազս կատարվել է սրտումս ես։ Լուսինե, միայն ես եւ դու ու չկա էլ ոչինչ մեզ համար։ Այս բացիկները նվիրեք ձեզ համար այն մարդկանց, ովքեր ձեզ համար կդառնան այս բառերի հեղինակը եւ իհարկե շատ սեր ու շատ հաճելի ծափահարություններ արդեն պրեմիերային։ Շնորհակալություն։ Եվ հաջողություն ներկայացմանը։ Շնորհակալություն։ Դե ինչ կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։